Ողջունում եմ ձեզ սիրելիներս, Աստծո օրհնությունը լինի ձեզ հետ։ Այնքան հետաքրքիր է, երեք հանդիպել էի մի մարդու, որը որ պատմում էր, որ ուսումնասիրում է տարբեր տեսակի օկուլտիստական գրքեր, թե ինչպես են դևերը գործում, ինչպես է սատանան գործում եւ այլ եւ այլ, եւ ես նրան հարց տվեցի, ասիսկ ինչի դա պետք։ Նա ասում է, դե մենք պետք է ճանաչենք մեր թշնամուն եւ այլ, ասեցի կարաս ինձ Հիսուսի բնավորության գծերից 5 բնավորության գիծ ասես, որ քեզ շատ է դուր եկել։ Ասում է, դե տենց չեմ խորացել։ Ասեմ, լսի, բայց եթե դու քո փրկչի բնավորության գիծը չգիտես, քո թշնամու բնավորության գծերը, մարտավարական գործողությունները, քո ինչին է պետք, որ ուզում ես իմանաս։ Իրեք ես զարմանում եմ հիմիկվա այսպես ասված շատ քրիստոնյա եղբայրների քույրերի վրա, ովքեր որ փոխարենը փնտրեն երկինքը, փնտրեն Քրիստոսի երեսը, ճանաչեն նրանք ընկել են ինչ-որ դատարկաբանությունների հետևից։ Սիրելիներս, մեզ պետք չի իմանալ ով է սատանան, մեզ պետք է իմանալ ով է Հիսուսը, որովհետև Աստծո խոսքը ասում է, որ մենք հաղթեցինք գառան արյունով եւ վկայության խոսքով։ Մեր ինչին է պետք իմանալ, թե սատանան ոնց է գործում, ինչ է անում, չէ՞ որ հենց այդ նույն սատանան խոնարհվում է մեր փրկչի անվան առաջ։ Դրա համար եկեք ճանաչենք մեր Աստծուն, ժամանակ տրամադրենք, ուսումնասիրենք Աստծո խոսքը, ոչ թե փորձենք հասկանալ կախարդները ոնց են գործում, սատանան ոնց է գործում, սև մագյան որն է, սպիտակ մագյան որն է եւ նման բաները։ Սիրելիներս, պարզապես ճանաչեք Քրիստոսին, սիրեք Քրիստոսին, փառավորեք նրան եւ կտեսնեք, որ դուք կյանքում հաջողված կլինեք։